Երեկ քրեական գործ հարուցվեց Վեհափար Հայրապետի դեմ, խափանման միջոց ընտրվեց, արգելված է նրա ելքը երկրից։ Սա իհարկե կանխատեսելի իրադարձություն էր, բայց բանական, ռացիոնալ մարդիկ միշտ ինչ-որ հույսեր են ունենում, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատը չեն կարող այդքան իջնել հատակին, միշտ հույսեր ենք ունենում, որ այս մարդու մոտ կամ նրա շրջապատում առողջ մտածողության ինչ-որ հատիկներ դեռևս պահպանվել են, բայց ինչպես տեսնում ենք սխալվել ենք և երեկ այդ խայտառակ իրադարձությունը, աննախադեպ խայտառակ իրադարձությունը տեղի ունեցավ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ անգամ Սովետ Միության տարիներին, երբ տոտալ վերահսկողություն կար, այդ թվում եկեղեցու հանդեպ, երբ եկեղեցիներ էին փակվում, երբ հոգևորականներին վերահսկում են, նույնիսկ այդ ժամանակ իշխանությունները ձեռնպահ էին մնում քրեական գործ հարուցել Վեհափարի դեմ, հասկանալով, որ եկեղեցին ոչ միայն հոգևոր տաճար է, այլև համազգային կոնսոլիդացիայի խորհրդանիշ է և հետևաբար նույնիսկ խորհրդային իշխանությունները, որոնք դասական ընկալմամբ ազգային իշխանություններ չէին համարվում և Հայաստան անկախ պետություն չէր, ունեին ողջամտության այդ պաշարը, ունեին ռացիոնալ հայացք և կրկնում եմ, կոնֆրոնտացիայի այս բացահայտ մոդելից եկեղեցու հետ հարաբերություններում խուսափում էին և փաստորեն այնինչ նույնիսկ խորհրդային տարիներին աներևակայելի էր թվում, հիմա իրականություն դարձավ։ Վեհափարի դեմ քրեական գործ հարուցեցին շինծումի պատրվակով, հարկ է նկատել, որ այս քրեական գործի հարուցումը Նիկոլ Փաշինյանը ամբողջ անցնող շաբաթվա ընթացքում նախապատրաստվում էր, նա այնքան ցինիկ գտնվեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում մեր եկեղեցին համեմատեց ծայրահեղ իսլամիստների հետ, հետո ճեպազրույցում մի բան հորինեց, որ միայն իրեն է հայտնի, ասեց, որ որոշ ուժեր ուզում են կաթողիկոսությունը և Մայր Աթոռի հարստությունը դուրս բերել երկրից, չկա որևէ փաստ, բնականաբար ինչպես միշտ, փաստական որևէ տվյալ Նիկոլ Փաշինյանը չունի, ուղղակի նա այս ստերը, քարոզչական կեղծ նարատիվները հորինում էր, որպեսզի լեգիտիմացներ իր ռեպրեսիան Վեհափարի դեմ։